Գորշ բազեն, կիրգիզական հեքիաթ։ Մի աղքատ մարդ որոշում է որսկան թռչուններ ձեռք բերել։ Նա ցանցեր է դնում, դրանցից երկու կենդանի աղավնիներ է կապում, որպես խայծ, իսկ ինքը թաքնվում է ու համբերությամբ սպասում, բախտն իրեն կժպտա, թե ոչ։ Մի որոշ ժամանակ է անցնում, և ցանցի մեջ մի գորշ բազե է ընկնում։ Աղքատը շատ է ուրախանում, կապում է թռչունին, հավաքում ցանցերը, աղավնիներին խոթում է ծոցը ու գնում տուն։ Իր հին փոքրիկ յուրտում բազեի ոտքից մի կաշեփոկ է կապում ու թռչունին նստեցնում թառին։ Գորշ բազեն հասկանում է, որ հավիտյան գերության մեջ է ընկել ու սկսում է մարդկային լեզվով աղքատին խնդրել. «Բաց թող գնամ, ես երբեք քո բարությունը չեմ մոռանա, և անպայման ես վարձահատույց կլինեմ, ինչ որ ցանկանաս բոլորը կկատարեմ»։ «Իսկ քեզ ես որտեղ կարող եմ գտնել», հարցնում է աղքատը։ «Ինձ փնտրիր արևելքում, գնա ճանապարհով, ում էլ որ հարցնես, բոլորն էլ կասեն, թե ինձ որտեղ կարող ես գտնել», պատասխանում է բազեն։ Աղքատը քանդում է բազեի ոտքի կապերը և ազատ արձակում։ Այսպես անցնում է մի քանի օր։ Աղքատը ճանապարհ է ընկնում ու գնում դեպի արևելք։ Ճանապարհին նա մի հոտի է հանդիպում։ Այնքան շատ ոչխար է լինում այդ հոտում, որ թիվ ու հաշիվ չկար։ «Ում անասուններն են», հարցնում է աղքատը։ «Այս ամբողջ հոտը պատկանում է գորշ բազեին», պատասխանում է հովիվը։ «Ես գորշ բազեի իսկական բարեկամն եմ։ Նա խոստացել է կատարել իմ ամեն մի ցանկությունը։ Ահա ես էլ նրա մոտ եմ գնում, մենակ թե չգիտեմ, թե որտեղ նրան գտնեմ, և չգիտեմ նաև, թե ինչ ուզեմ նրանից։ Խնդրում եմ ինձ մի խորհուրդ տվեք, ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ», ասում է աղքատը։ «Երևում է, որ աղքատ մարդ ես, ճիշտ մեզ նման։ Մենք գորշ բազեի ծառաներն ենք և չենք փոշմանի, եթե քեզ օգնենք։ Անասուններ մի խնդրիր, մի հրապուրվիր ոսկով ու արծաթով։ Գորշ բազեն մրի մեջ կորած մի հին ժանգոտ պղինձ ունի, հենց դա էլ ուզիր։ Դա հասարակ պղինձ չի, հենց որ գետնին դնես ու ասես «սև պղինձ», համեղ ճաշով լցվիր, անմիջապես քո առաջ կհայտնվեն ցանկացած ուտելիքդ»։ Հովիվները այդպես են ասում։ Աղքատը շնորհակալություն է հայտնում ու շարունակում իր ճանապարհը։ Մեկ էլ մի մեծ սպիտակ յուրտ է տեսնում ու ներս է մտնում։ Ներսում սպիտակ մորուքով մի մարդ է նստած լինում։ Դա հենց գորշ բազեն էր։ Նա անմիջապես ճանաչում է հյուրին, տեղից վեր է թռչում, ամուր գրկում է նրան ու պատվավոր տեղում նստեցնում։ Հետո հրամայում է մի մեծ սփռոց փռել ու առատ ուտելիք բերել։ Մի քանի օր այսպես նա հյուր է պահում աղքատին, հետո ասում է. «Սիրելի բարեկամ, օրերից մի օր ցանկացա գորշ բազե դառնալ ու բարձր ծավառնել երկնքում, բայց իմ անզգուշությունից ես ընկա քո ցանցի մեջ։ Դու խղճացիր ինձ ու ազատ արձակեցիր։ Այդ բարության համար պահանջիր, ինչ սիրտդ ուզում է»։ Աղքատը ձևացնում է, թե մտածում է։ Հետո խնդրում է իրեն տալ սևացած ժանգոտ պղինձը։ Գորշ բազեն աղքատին է տալիս իր մրոտած պղինձը։ Աղքատը բռնում է տանճամփան, հետո հոգնում է ու սովածանում։ Բացի դրանից չի համբերում, ուզում է կախարդական պղինձը փորձել։ Նա պղինձը դնում է գետնին ու հրամայում. «Հեյ, սևացած պղինձ, ինձ համար անմիջապես ոչխարի միզ եփիր»։ Ասում է, չի ասում, ու պղնձի մեջ ոչխարի յուղոտ միս է հայտնվում։ Աղքատը ուտում է համեղ միսը, պղինձը շալակում ու շարունակում իր ճանապարհը։ Մեկ էլ հանկարծ մի այլ է տեսնում։ Այդ այլի եզրին մի մեծ յուրտ է կանգնած լինում։ Յուրտի մոտ երեխաներ են խաղում։ Մեր ճամփորդը մոտենում է նրանց, գետնին է դնում իր պղինձը ու զգուշացնում. «Տեսեք երեխաներ,
Այս պղնձին ձեռք չտաք, և հանկարծ չասեք, սևացած պղինձ, համեղ ճաշով լցվիր։ Այսպես է ասում աղքատը ու մտնում յուրտը մի քիչ հանգստանալու։ Չարաճճի երեխաները չեն լսում նրան, շրջապատում են պղինձն ու ասում. «Սևացած պղինձ, համեղ ճաշով լցվիր»։ Եվ պղինձը անմիջապես լիքը լցվում է համեղ մսով։ Երեխաները ինչքան սրտներն ուզում է ուտում են, հետո թաքցնում են պղինձը ու տեղը մի ուրիշ դրա նման հին ու մրոտված պղինձ են դնում։ Աղքատը դուրս է գալիս յուրտից ու չի էլ նկատում, որ պղինձը փոխել են։ Շալակն է առնում ու շարունակում ճանապարհը։ Հասնում է տուն, իսկ կինը տեսնելով, որ ամուսինը մի հին ու ժանգոտած պղինձ է բերել, սկսում է նախատել նրան։ «Քո բարեկամ Գորշ-Բազեն խոստացավ տալ ինչ որ սիրտդ կուզի։ Ախր ինչու ես այս զիբիլը տուն բերել»։ Ամուսինը որոշում է կնոջը ցույց տալ, թե ինչ հիանալի պղինձ է բերել։ Պղինձը դնում է գետնին ու հրամայում, որ համեղ ճաշով լցվի։ Բայց պղինձը ինչպես որ դատարկ էր, այնպես դատարկ էլ մնում է։ Այդ ժամանակ կինը ավելի է կատաղում, և ճարը կտրած աղքատը նորից ստիպված է լինում բռնել Գորշ-Բազեի ճանապարհը։ Ճանապարհին հանդիպում է հենց նույն հովիվը, որը առաջին անգամ նրան խորհուրդ տվեց, և հետո աղքատը պատմում է իր գլխի եկածը։ Հովիվը նրան խղճում է ու մի ուրիշ խորհուրդ է տալիս. «Էլի զուր տեղը դարդ մի անի, նորից գնա քո բարեկամի մոտ, նա մի հին փայտե սնդուկ ունի, բայց հասարակ բան չկարծես, հենց սնդուկը բացում ես ու ասում. «Սնդուկ ջան, սնդուկ, ինձ շատ ու շատ անասուններ տուր», անմիջապես հայտնվում են ոչխարներ, կովեր, ձիեր ու ուղտեր։ Դրանք հա դուրս կգան այնքան ժամանակ, մինչև որ ինքդ կափարիչը չփակես։ Այ հենց այդ սնդուկն էլ ասա թող քեզ տա»։ Հովիվը այդպես էլ ասում է։ Աղքատը շնորհակալ է լինում ու շարունակում իր ճանապարհը։ Գորշ-Բազեից նախընտրում է այդ հին փայտե սնդուկը, բայց երբ տուն է վերադառնում, նորից է մոտենում այն այլին, որի ծայրին մի մեծ յուրտ էր կանգնած։ Յուրտի մոտ խաղ էին անում հենց նույն չարաճճի երեխաները։ Նա սնդուկը դնում է երեխաների մոտ ու զգուշացնում. «Երեխաներ, հանկարծ չբացեք այս սնդուկը ու չասեք, որ միջից շատ անասուններ դուրս գան, լավ»։ Այսպես է ասում աղքատը, հետո մտնում է յուրտը մի քիչ հանգստանալու։ Երեխաները նրան նորից չեն լսում, շրջապատում են սնդուկը, բացում են կափարիչը ու հրամայում, որ միջից շատ անասուններ դուրս գան։ Եվ անմիջապես սնդուկից սկսում են դուրս գալ ոչխարներ, կովեր, ձիեր ու ուղտեր։ Շուտով շուրջը լցվում են անասուններով։ Այդ ժամանակ երեխաները փակում են կափարիչը և սնդուկը թաքցնում, ու դրա փոխարեն մի ուրիշ նման սնդուկ են դնում։ Աղքատը դուրս է գալիս յուրտից և չնկատելով, որ իր սնդուկը փոխել են, շալակն է առնում ու գնում տուն։ Տուն է հասնում, իսկ կինը տեսնելով, որ ամուսինը մի քնձռոտ փայտե սնդուկ է բերել, նորից սկսում է նախատել նրան։ Ամուսինը ուզում է կնոջը ցույց տալ, թե ինչ հրաշալի սնդուկ է տուն բերել։ Դնում է գետնին, կափարիչը բաց անում ու ասում. «Սնդուկ ջան, սնդուկ, թող քո միջից շատ ու շատ անասուններ դուրս գան»։ Բայց սնդուկից ոչ մի անասուն էլ դուրս չի գալիս։ Կինը նորից կատաղում է, ջարդում է սնդուկը ու գցում կրակը։ Աղքատը շատ է տխրում և արդեն երրորդ անգամ գնում է Գորշ-Բազեի մոտ։ Ճանապարհին նորից հանդիպում է հովիվին ու պատմում իր գլխի եկածը։ Հովիվը մտածում ու մի այսպիսի խորհուրդ է տալիս. «Դարդ մի արա, նորից գնա քո բարեկամի մոտ, նա մի թագ մահակ ունի, հենց դա էլ ուզիր, չնայած տեսքով դա մի հասարակ փայտե թագ է, բայց երբ հրամայես, թե թագ մահակ ծեծիր, վրա կպրծնի և ումը ուզես, այնքան կծեծի, որ էլ տեղից վեր կենալ չի կարող»։
Հովիվը այսպես է ասում. աղքատը շնորհակալ է լինում ու շարունակում իր ճանապարհը։ Նա գորշ բազեից խնդրում է այդ թագ մահակը։ Տուն գալու ճանապարհին աղքատը մոտենում է այն այլին, որի ծայրին կանգնած էր մեծ յուրտը։ Յուրտի կողքին խաղում էին նույն չարաճճի երեխաները։ Աղքատը թագ մահակը դնում է նրանց մոտ ու ասում. երեխաներ, այս թագ մահակին ձեռք չտաք ու չհամարձակվել ասել թագ մահակ ծեծիր, ասում է աղքատը ու մտնում յուրտը հանգստանալու։ Չարաճճիները անմիջապես շրջապատում են թագ մահակը ու բոլորը միասին գոռում են. թագ մահակ ծեծիր, ասում են չեն ասում, մեկ էլ թագ մահակը տեղից վեր է թռչում ու սկսում բոլորին ծեծել։ Չարաճճիները փախչում են ով ուր կարող էր, բայց թագ մահակը հասնում է նրանց ետևից ու մերթ մեկին է ծեծում, մերթ մյուսին։ Ոչ ոքի չի խնայում թագ մահակը։ Վազում են այն յուրտը, որտեղ աղքատն էր, ու խնդրում են աղաչում, որ նա կատաղած թագ մահակին խելքի բերի, և խոստանում են վերադարձնել կախարդական պղինձը ու սնդուկը։ Աղքատի մեղքը շատ է գալիս երեխաներին, և նա թագ մահակին կանգնեցնում է։ Վերցնելով պղինձն ու սնդուկը, գցում է շալակը, թագ մահակը խոթում է թևի տակ ու գնում տուն։ Կինը տեսնելով, թե ամուսինը ինչեր է բերել, նորից կատաղում ու սկսում է նախատել։ Այստեղ ամուսինն էլ է զայրանում, և թագ մահակը հանելով թևի տակից, հոգին բերանը եկած հրամայում է. թագ մահակ, դե քեզ տեսնեմ, ծեծիր։ Թագ մահակը անցնում է գործի։ Կինը խնդրում աղաչում է փրկել իրեն։ Աղքատը սրան էլ է խղճում ու թագ մահակին հրամայում է հանգիստ մնալ։ Հետո աղքատը պղնձին հրամայում է համեղ միս տալ։ Երբ մարդ ու կնիկ կշտանում են, աղքատը բաց է անում սնդուկի փկափարիչը, որտեղից անասուններ են դուրս գալիս։ Աղքատը երբ տեսնում է, որ արդեն բավական հարստացել է, փակում է սնդուկի կափարիչը ու սկսում իր կնոջ հետ լի ու առատ կյանք վայելել։